Զատիկի տոնին սովորաբար մենք սպանախը տապակում ենք և դնում ենք սեղանին, այսօր ձեզ համար շատ հետաքրքիր տարբերակ եմ բերել՝ սպանախով և թարխունով գեղեցիկ տեսք ունեցող կարկանդակ։ Պատրաստվում է շատ արագ, տեսքը գեղեցիկ է, ներկայանալի, սեղանից վերջանում է հաշված րոպեների ընթացքում։ Համեղ միջուկ, փխրուն շերտավոր խմոր, ընտիր համադրություն է։ Սպանախի փոխարեն կարելի է տապակել բազուկի ճավ, շուշան, իսկոտ, փիփերթ, փափուկ և տարատեսակ կանաչիներ և նույն եղանակով պատրաստել համեղ կարկանդակ։ Կարող է որպես միջուկ ծառայել տապակած ավելուկը, տարբերակները բազմազան են։ Ես պատրաստում եմ 2 կապ սպանախով և 1 կապ թարխունով։ Մարացնում ենք սպանախը, շատ մանր կտրատում ենք թարխունը, եթե թարխունի ցողունային հատվածները կոշտ են, դրանք չենք օգտագործում։ Կանաչիների անուշ բույրը պահպանելու համար սոխյար չենք պատրաստելու, եթե դուք սիրում եք կարող եք պատրաստել, համերը համապատասխանեցրեք ձեր քիմքին։ Տապակի մեջ կարագ ենք դնում, ավելացնում ենք մանրացրած սպանախը և շոգեխաշում ենք սեփական հյութի մեջ 4-ից 5 րոպե։ Այս եղանակով տապակած սպանախը պահպանում է իր բոլոր վիտամինները, ձեզ էլ խորհուրդ եմ տալիս այսպես պատրաստել, քանի որ նախապես ջրի մեջ խաշելու դեպքում վիտամինների մի մասը ջրի հետ դուրս է գալիս։ Համեմում ենք աղով, ավելացնում ենք մանրացրած թարխունը և մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն։ Կանաչիներով միջուկը պետք է ավելորդ խոնավություն չունենա, եթե հեղուկ եք նկատում, ապա շոգեխաշեք ևս 1-2 րոպե առանց կափարիչով ծածկելու, որպեսզի ավելորդ հեղուկը գոլորշիանա։ Կարկանդակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1 ձվի դեղնուց խմորի վրա քսելու համար, իսկ սպիտակուցը կավելացնենք միջուկի մեջ։ Բարեկամներ, եթե նոր եք միացել Հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Նախապես շնորհակալություն։ Այլևս ավելորդ հեղուկ չկա, այս փուլում անջատում ենք կրակը և կանաչին լցնում ենք մեկ այլ ափսեի մեջ, որպեսզի արագ հովանա։ Համեղ կարկանդակ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 1 գունդ շերտավոր խմոր։ Շերտավոր խմորի բաղադրատոմսը կթողնեմ նկարագրությունների բաժնում։ Եթե ժամանակ չունեք պատրաստել, կարող եք ձեռք բերել արդեն իսկ պատրաստի վիճակում։ Խմորը գրտնակում ենք 3-ից 4 մմ հաստությամբ, որպեսզի լավ բարձրանա, ծայրերը կտրում ենք։ Սա արտակարգ շերտավոր խմոր է, խորհուրդ կտամ գոնե 1 անգամ պատրաստել, յուղոտ չի ստացվում, ընտիր բարձրանում է և թխուկները ստացվում են փխրուն։ Մեջտեղի հատվածը թողնում ենք միջուկը դնելու համար, իսկ ծայրերը կտրում ենք մոտ 1 սմ լայնությամբ։ Սիրելիներս, այս բաղադրատոմսով կարկանդակ պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե արդյոք հավանեցիք այս տարբերակը։ Յուրաքանչյուր կողմից անում ենք հավասար չափով կտրվածքներ։ Հավասարաչափ դնում ենք միջուկը և խմորը հերթականությամբ մեկը մյուսի հետևից առաջ ենք բերում, հեշտ և պարզ տարբերակ։ Չնայած որ ձևավորման հասարակ ձև է, թխվելուց հետո ունենում է գեղեցիկ տեսք։ Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում, դնում ենք յուղաթղթի վրա և վրան քսում ենք 1 ձվի դեղնուց։ Թխում ենք նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում, մինչև լավ բարձրանա և գեղեցիկ կարմրի։ Հաշված րոպեներ անց ստանում ենք շքեղ կարկանդակ։ Միջուկը անպայման պատրաստեք թարխունի և սպանախի համադրությամբ, այդպես շատ ավելի համեղ է ստացվում։ Այսօր էլ շերտավոր խմորով, կանաչիներով, զատիկի համար նախատեսված նման գեղեցիկ կարկանդակ։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։